Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հանուն Հանրապետության կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Ազատ Արշակյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, վաղս մեկնարկում է ընտրական քարոզարշավը, այսպես ասենք, որը կարծես արդեն վաղուց էր էլի մեկնարկել, բայց հենց բուն գործընթացները դե բնականաբար սահմանվելու են օրենքով սահմանված ժամկետների շրջանակում։ Մենք այսօր տեսանք, որ օրինակ Սամվել Կարապետյանը խոսում էր, ճեպազրույց էր տալիս կամ ասուլիս եւ նշում էր այն մասին, որ հանրապետության վարչապետը օրինակ իր բառերով ասած 1 տոննա Չինաստանից սունկ է բերել, որոնք գալիցիոնացիաներ են առաջացնում եւ դրանք օգտագործում են նման բաներ էր ասում, հետո վարչապետը հակադարձեց, որ նրան անպայման դատի է տալու եւ Սամվել Կարապետյանը խառնել է Հայաստանի ընտրությունները Նիժնի Տաբր գեղի հետ եւ նշեց, որ այդ եռագլուխ իր բառերով էլ ասած կուսակցությունը չպետք է հաղթարի խորհրդան անցնելու շեմը, հա։ Ինչու սա մեջ բերեցի եւ այս քարոզարշավի, այսպես ասենք, նախամեկնարկին մենք այս քարոզարշավից ինչ ենք ակնկալում։ Մրցակցություն։ Հա, ով ավելի շատ սունկ է ուտացնելու։ Արդար, ազատ, թափանցիկ մրցակցային ընտրություններ ենք մենք ակնկալում։ Ես ուրիշ առիթով արդեն ասել եմ ու կրկնելու եմ։ Ես համարում եմ, որ Հայաստանի այսօրվա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկու անգամ հնարավորություն են ունեցել մասնակցելու ազգային ազատագրական պայքարին։ Մեկը 1990 թվականին, այսպես կոչված Ղարաբաղյան շարժումներ, եւ Հայաստանը հռչակվեց անկախ։ 1990 թվականի օգոստոսին դա ես համարում եմ ազգային ազատագրական շարժում եւ շարժման արդյունք։ Երկրորդ անգամ մեր արդեն անկախ Հայաստանի քաղաքացիները զավթիչներից ազատագրեցին մեր երկիրը 2018 թվականին։ Այսինքն այդ որին որ հիմա ասում են հեղափոխություն, թավշյա, ոչ բռնի եւ այլն, այդ բոլորը, բայց հեղափոխություն բառի փոխարեն ես ուզում եմ օգտագործել ազգային ազատագրական շարժում էր Հայաստանը ազատագրվեց զավթիչներից։ Այսինքն ժողովրդավարություն եւ ինչու՞ չէ, իսկապես անկախություն։ Մենք ստացանք անկախության շանս։ Հիմա այսօրվա 8 տարի հետո ազգային ազատագրական շարժումը դեռևս չի հասել իր գլխավոր նպատակին՝ ժողովրդավարությանը։ Այսինքն այս ընտրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում դեռևս ժողովրդավարություն չկա։ Թե հակառակը։ Ընդհակառակը ո՞րն է։ Որովհետև Հայաստանում ժողովրդավարություն է, դրա համար ով ուզի առաջադրվի մասնակցի քաղաքական process-ի։ Ով ուզի չի կարող առաջադրվել, պետք է առաջադրվի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունքներ ունեցող, քաղաքացիական իրավունքներ ունեցող համապատասխան անձնավորությունը։ Ով ուզի ո՞րն է, այ դա վատ է։ Հենց դա հակաժողովրդավարական է, որ ով ուզի եւ ոնց ուզի իրանց ձևերով։ Չէ, ես կարծում եմ, որ շատ մեծ բաց թողում է Հայաստանը մի քանի օր առաջ վերջնականապես ճանաչվեց անկախ պետություն, այդ Եվրոմիության պաշտոնյաները եկան վկայեցին, ուղղակի վկաները հավաքվեցին 30, 40, 50 հոգի պաշտոնյաները Եվրոմիությունից եկան ասեցին, այո, մենք Հայաստանը ճանաչում ենք անկախ պետություն եւ ոչ միայն անկախ պետություն, այլ դաշնակից պետություն։ Եվրոպան Հայաստանում է, Հայաստանը Եվրոպայում է։ Մի քանի օր առաջ, բայց ընտրությունները հետ են մնացել, ասիական են, եվրասիական են, ոսկե հորդայի ընդունած օրենքներով, կանոններով ընտրություններ են, որովհետև մրցակցային չեն։ Ոչ բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին։ Նրանք, ովքեր որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, նրանք, ովքեր որ իրավունք են վաստակել
Կարապետյանը այսօր էլ էր խոսում, ասում էր ես որպես հաջորդ վարչապետ իր բոլոր խոսույթը կառուցում էր այսօր էլ այն տրամաբանությամբ, որ ինքը արդեն իսկ վարչապետ է։ Իսկ դուք ասում եք, չգիտեմ, քաղաքացի, վաստակած իրավունք, նա Հայաստանի քաղաքացի է, բայց նաև այլ երկրների։ Նա Հայաստանում չի ապրում մշտապես 4 տարի, նա թեկնածու չէ, բայց գալու են, փոխելու են օրենքը եւ ինքը լինելու է վարչապետ։ Սահմանադրական օրենքը։ Բաղդադում խորմակա ինքը գիտի դա։ Հետո մեզ ինչ։ Դա պետք է իրատեսական լինի։ Մարդը մեզ վիրավորելու համար է այդ հայտարարություն ունում, թե անմեղսունակ է։ Այդքան վատ կարծիք ունի մեր երկրի մասին, մեր քաղաքացիների մասին, այդքան անտեղյակ է, թե ուղղակի արհամարում է։ Ես չեմ հասկանում այդ մարդին։ Անհասկանալի է։ Մարդը պատմում է, մարդը իր մասին պատմում է, ասում է 1981 թվականին ընդունվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտ։ Իդեպ ծնվել է 1965 թվականին։ Այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ որ Հայաստանում սկսվեց ազգային ազատագրական շարժում, ապրիլի 24-ին։ Ես դրան մասնակցել եմ, իմ անձի հետ եմ կապում նրան։ Ինքը ծնվեց, երբ որ ինձ բռնեցին առաջին անգամ ազգային ազատագրական պայքարին մասնակցելու համար։ Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք հեռավար 1981 թվականին։ Ես ճանաչվել եմ Գերագույն դատարանի կողմից հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ ազատ անկախ Հայաստան պահանջելու համար ռեֆերենդումի միջոցով դիմում եմ Գերագույն Սովետի պրեզիդիումին, խնդրել եմ, որ Հայաստանում անցկացնեն ռեֆերենդում։ Ինքը ընդունել է Պոլիտեխնիկ ինստիտուտ։ Հայաստանում, ես ասում եմ, երկու իրադարձություն է տեղի ունեցել։ Սամվել Կարապետյանը ընդունվել է Պոլիտեխնիկ ինստիտուտ, Արշակյան Ազատը գնացել է Սիբիր, անկախ Հայաստանի ձեռներեցության իրավունքի համար, որ մարդիկ սեփականություն ունենան եւ ձեռներեց լինեն։ Ինքը այդ ժամանակ լապատկով իր ասաց։ Նոր ասեց, մի քանի օր ասեց, որ ես լապատկով ասֆալտ էի փռում, փող էի շինում։ Ճիշտ այն ժամանակ, երբ որ ես Վլադիմիրում սրոկ էի ադբիտանում։ Ուրեմն մենք հաջորդ անգամ հանդիպեցինք անցյալ տարի։ Երբ ես կարծիք հայտնեցի Մարքսից, Էնգելսից, ես այդպիսի բաներ եմ անցել, Լենինից, մեջբերումներ արեցի կապիտալիզմի մասին, ինչ է նշանակում հավելյալ արժեք, որտեղից է առաջանում, ինչ է նշանակում գործարար, գործարարը դա նշանակում է վերցնող, շահույթ հետապնդող եւ այլն։ Ինքը դրա համար ինձ դատի է տվել եւ մտածել է, որ կարող է ինձանից փող վաստակի։ Տեսեք, մենք հանդիպել ենք։ Հիմա այդ մարդը նորից հանդիպեց ինձ։ Ասում է, որ դուք, ես իրեն չեմ լսում, չեմ հետևում, ես իմ ժամանակը խնայում եմ։ Դե մենք ստիպված։ Ձեր մասնագիտությունը ձեր թելա։ Հիմա ասում է, որ կարևոր չի ձեր օրենքները, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ասում են, որ ես այդ Նիժնի Տագիլ Табр գիտեք, չէ՞ ինչն է։ Табр уходит в небо։ Ուրեմն այդ Табրը, այսինքն թափառաշրջիկը, այդպես էլ այդ Նիժնի ով որ կպցրել է, սիրունա կպցրել։ Եկել ասում է, ես արհամարում եմ ձեր ռեֆերենդումները, ձեր սահմանադրությունները, ձեր օրենքները, ձեր կանոնները, ձեր կարծիքը, ես ուզում եմ ստեղ վարչապետ աշխատեմ, ես ուզում եմ ստեղ փող շինեմ։ Դա ես ասում եմ, որ մեր ուրեմն ազգային ազատագրական շարժումը շարունակվում է, հեղափոխությունը չի հասել իր նպատակին։ Հիմա դրան կգանք, էլի, ինչ վերաբերում է փողին, Սամվել Կարապետյանը ասաց անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ վախենում է, որ Կարապետյանը մինչև տարվա վերջ կդառնա իր բառերով ասած բոմժ։ Կարապետյանը ասաց, որ ինքը այնքան կարողություն ունի, որ Փաշինյանը չէր կարող պատկերացնել դրա ծավալները, հա, հետեւաբար իրեն ունը զրկել չի ստացվել որևէ ձևով։ Բա դե դարձնու ձրի էլեկտրական էներգիան։ Բայց որ այդքան փող ունես,
ապահովի որևէ մշակույթի օջախ, ֆինանսավորի, կոնսերվատորիան վերցրու ֆինանսավորելու իմաստով, էլեկտրական էներգիայի գինը իջացրու։ Երբ որ Դա փող ունես, ինչի համար է այդ փողը։ Երբ որ հեծը պետականացվեց, իրենք հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով ներկայացրեցին դիմում էլեկտրաէներգիայի գները կտրուկ նվազեցնելու համար։ Եվ $500 միլիոն էլ մեզանից փող հա տուգանեն։ Բայց դու այդքան փող ունես, Հայաստանի Հանրապետությանը դատի ես տալիս $500 միլիոն։ Փող ես ուզում մեզանից, բոլորս, այսինքն 3 միլիոնս պետք է հավաքվենք, ոնց որ էլեկտրական էներգիայի փողն ենք տալիս, ոնց որ պիցայի փողն ենք տալիս, հիմա պետք է տուգանքի փողը տանք, բայց այդ փողը ինչի համար է։ Դա ծախսի, պետք է անպայման ուսադիր ունենաս վարչապետի, որ փող ծախսես։ Պարոն Արշակյան, դուք ասում եք չի ավարտվել այդ հեղափոխությունը կամ ազգային ազատագրական շարժումը, հա, չի հասել իր գագաթնակետին, ժողովրդավարությանը։ Ինչ պիտի լինի, որ հասնի, բայց ոնց է արտահայտվելու։ Հարգանք պետք է լիներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդպիսի մարդը իրավունք պետք է չունենար հայտ ներկայացնելու, այ հայտներ, այ դիմումը որ բերեր կենտրոնական ընտրական հանձնաժողովում պետք է նրան ձեռնաշղթաներ ակցնային ուղարկեին Բերդ։ Դե ինքը չի անձամբ բերե, բայց ինքն է կառավարելու, եթե հաղթի։ Ինքը, դա ինքն է։ Ինքն է։ Մեր լույսերը որ անջատվում, դա ինքն է անջատում։ Ես միշտ ասել եմ, ես կովիդով հիվանդացել եմ եւ մեր տանը հոսանքներն անջատում են, այդ թթվածնի գեներատորը անջատվում էր։ Մենք հատուկ էլեկտրական գեներատոր էինք առել, որպեսզի ես կարողանամ շնչել։ Այ հենց որ մենք գեներատորը միացնում էինք բենզինով, դա նշանակում է Սամվել Կարապետյանը գեներատորը անջատեց։ Թթվածինը իմ անջատում էր։ Կարող է պայմանական ասենք ինքը չէր անջատողը, բայց դա Սամվել Կարապետյանի տեսքը ունի։ Այ երբ որ մենք հիմա գնում ենք ամեն անգամ էլեկտրոցանցի գումարը վճարում ենք, մենք Սամվել Կարապետյանին ենք տալիս այդ փողը, ու երբ որ մեր սառնարանները էլեկտրական էներգիա սպառող հատուկ սարքերը անջատվում են, փչանում են, վնասվում են, այդ Սամվել Կարապետյանն է դրանց վնասում, փչացնում։ Մեր տանը երկու հատ ստաբիլիզատոր կա, փչացած։ Ստաբիլիզատորը չի կարողանում ապահովել, այնքան ցածր որակի էլեկտրական էներգիա է տալիս մեզ, որ ստաբիլիզատորը փչանում է։ Այդ դա Սամվել Կարապետյանը գալիս է կացինով, ինչ ունեն դրանք, լապատկով, ասֆալտ փռելու լապատկով, գալ է խփում իմ ստաբիլիզատորը փչացնում է, բաքսին սառնարանը փչացնում է, հեռուստացույցը փչացրել է մեր կացինով, չէ կացին չէ, լապատկով ասֆալտ փռելու։ Սամվել Կարապետյանը գալի ջարդում է, մեր հեռուստացույցը ջարդել է ինքը։ Պարոն Արշակյան, ես նկատի ունեմ այս քարոզարշավից էլի մենք այսպես ասենք, հա, բովանդակային ծրագրային բախումներ չենք տեսնելու, հա։ Մենք էլի տեսնելու ենք այդ ամենաթարմ օրինակը որ բերեցի, հա, դու ինչ որ սունկ ես օգտագործում, դու ինչ որ ուրիշ բան ես օգտագործում, ես քեզ սունկը կկերակրեմ ու նման բաներ։ Դե ես եղել եմ այնտեղ, որտեղ ինքը ծնվել մեծացել է։ Ես կոլխոզնիկ եմ ասում իրան։ Դες գյուղացի չեմ ասում, կոլխոզնիկ։ Այդ կոլխոզնիկի, գիտեք, կոլխոզնիկը անպատասխանատու գյուղացին է։ Անբարեխիղճ գյուղացին է։ Այդ մշակույթով մեծացած մարդ է։ Ես եղել եմ իրենց գյուղում։ Իջալուց ինձ որ դատի էր տվել, դատավորին ընտրել էր ինքը, իր զարմիկին, համագյուղացու։ Այդ մարդը ազնիվ մարդ էր, ինքնաբացակ հայտնեց։ Պատկերացնում եք, մարդու մտածել եք մենք մերոնցով, մեր ձևով Հայաստանի հարցերը լուծենք։ Հիմա դուք պատկերացնում եք ինչ կուլտուրա ունի մարդը։ Ես ասում այդ արհեստական բանականությունը երբ որ խոսում է, ես մի երկու անգամ միացրեցի, մտածեցի, ის ռոբոտը չի կարողանում։ Չի այնքան ցածր է ելակետը, քաղաքական կուլտուրայի ելակետը, ես ասեմ քաղաքավարության կուլտուրայի ելակետը, լավ, մենք էլ ենք ընդդիմախոս, ես ընդդիմախոս եմ, ես ընդդիմության տեղն եմ ուզում զբաղեցնել, գիտեք, չէ, ես քաղաքացիական պայմանագրով չեմ,
տեխնացու ընդդիմադիր ուժի հետ հանուն հանրապետության ուժի ցուցակում եմ գրել հատուկ ընդդեմ բայց պատկերացնում եք այդ մակարդակով Հայաստանի Հանրապետությունում գան քաղաքական հայտ ներկայացնեն ես վիրավորվում եմ բա ինչ կմտածեն այդ ռոբոտները ես այդ ռոբոտի մասին եմ մտածում ռոբոտին երբ որ հանձնարարում ես մարդու տվյալները տալիս ես ես ասում եմ ինքը երբ որ ծնվեց ես արդեն բռնվեցի դատվեցի չէ դա կարևոր է այսինքն նույն կուլտուրայի մեջ ենք ուրեմն ազգային ազատագրական շարժման համար նույն օրերը զուգադիպություններ են իմիջիալից Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարին էլ ես երկրորդ անգամ եմ դատվել դա ինչ որ բան այլ է 75 թիվ չի ինի 65 սա 75 ինչ որ խորհրդանշական բան կա այս ամենը հիմա այդ ռոբոտին ես կարեկցում եմ ռոբոտին եմ կարեկցում բա իմ ժողովրդին չեմ կարեկցի ես բա ո՞նց եք թույլ տվել որ այդպիսի մարդը այդ կուլտուրան ունեցող մարդը ուրեմն Ալիևի պարտկոմներն են մի կողմում մենք այս եվրոպացիները ըստ երևույթին չհասկացան ուր են եկել չպատկերացրեցին եկան 50 հոգով այդտեղ մեր սաղմոսները լսեցին պատկերացնում եք մեր այդ երեխաների 9-րդ սիմֆոնիան պատկերացնում Բեթհովեն ողջագուրվեք եղբայրներ չէ պատկերացնում այդ երեխաները երգեցին սրանք նայեցին ու չեն պատկերացնում որ մեր մոտ մարդ կա որ ռոբոտը Զամիկանիա տալիս ռոբոտը կարճ-միացում է տալիս չի կարողանում այդ մարդու մտքերը շարադրել ու դա ուզում է Հայաստանը ղեկավարել Հայաստանի ղեկավարը լինել այ ես կարծում եմ որ կոպիտ սխալ է անում Նիկոլ Փաշինյանը այն մուրճը պետք է խփի սեղանին պետք է միջամտի ուրեմն մեր դատական համակարգը ես ասեցի չէ որ ինքը դատարանա դիմել ինձ դատի է տալիս ու դիր զարմիկին դատավորն ընտրում ասում է մերոնցից ով կա որ դատավոր ասում են էսի քո համադասարանցին ասում է Արշակյան Ազատին թող սա դատի այդ մարդն ասում է ոնց կլինի այ կոլխոզնիկ Պարոն Արշակյան, դուք բարբերաբար հղում եք անում Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովին։ Ես ուզում եմ նաև մեջբերել ռուսական կողմի արձագանքները։ Սամվելից անցնենք Իվանին։ Հերո ենք։ Մարիա Զախարովային։ Շատ ենք հերո։ Չեմ դեղել մի հոգի կա Լավրով։ Մի ուրացող էլ ընդեղ կա, չէ։ Լավրով, Մարգարիտա։ Ռուսաստանի արտգործնախարարությունից ասում են Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը Երևանի համար իր բոլոր տնտեսական ու քաղաքական հետևանքներով ԵՄ գործելավոճը պարզ է քամել Հայաստանից ամեն ինչ ծառայեցնելով Բրյուսելի շահերին այդ թվում հակառուսական ու փոխարենը ոչինչ չտալ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ երկիրը ձգում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ։ Փարիզը, Բրյուսելը եւ Եվրամիության մյուս անդամները փորձում են Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը փաթեթավորել ու վաճառել Հայաստանի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Նա նաեւ մեկնաբանել են ԱԳՆ-ից Ռուսաստանի Զելենսկու այցը։ Ռուսական հասարակությունը խորը վրդովմունքով ոչ միայն տեսավ, այլև հիշեց այն, որ Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել բարեկամական եղբայրական երկիր, ծառայել է որպես ամբիոն, ում համար ահաբեկչի նեոնացիստական Կիևի ռեժիմի առաջնորդի համար, որին բավականին ջերմորեն ընդունեցին Երևանում։ Տեսեք, այս մարդիկ ասում էին Ռուսաստանին մի սարքեք ձեր թշնամին։ Ձեզ Բրյուսելը դնում է հակառուսական գծի մեջ։ Մենք ես շատ կոռեկտ որպեսի լինեմ, դժվար է դա։ Դժվար է ինչ։ Օրակարգը ձեր շատ դժվար է ինձ համար։ Ես դժվարությամբ կոռեկտության սահմաններում եմ մնում, ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, Երևանին է ծառայում իրենց տերմինով ասած Բրյուսելին, Վաշինգտոնին, Լոնդոնին, Բերլինին, Տիզբոնին, Անկարային, Բաքվին, Մոսկվային,
կամ Կազանին չի ծառայում։ Հայաստանի իշխանությունը պետք է ծառայի հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եթե մեր շահերից բխում է այսօր լավ հարաբերություններ ունենալ Եվրոմիության պետությունների հետ, ուրեմն մենք դա պետք է անենք առանց հետ նայելու, կողքերը նայելու։ Մեր երկրի շահերը եթե պահանջում են որևէ թուղթ պատռել, որի վրա ինչ-որ բան է գրված կիրիլիցայով, մենք դա պետք է անենք։ Մեր շահերը ամենաբարձրն են, մեր անվտանգությունը, մեր զարգացումը, մեր բարեկեցությունը, դա ամենաբարձր շահն է։ Բոլոր տեսակի պայմանագրերը պետք է սպասարկեն դա, հայ ժողովրդի անվտանգությունը, հայապահպանությունը։ Բայց պարոն Արշակյան, կարող ենք մի հատ ուրիշ այլ դիտանկյունից նայել այդ ընդդիմության ասածը։ Սա միայն Սամվել Կարապետյանը չի ասում, էլի Ռոբերտ Քոչյանն է ասում, իր ուժից օրինակ Աննա Գրիգորյանը երեք ասում էր, որ Հայաստանը այլընտրանք չունի այդ Եվրամիության այդ ձեր շոուները, բաները, հա, միայն վնասում են։ Այսինքն այլընտրանք չունի, նկատի ունի Ռուսաստանն է եւ Սերժ Սարգսյան, այսինքն շատ անձնավոր ենք, մնացած մանր-մուներ իրենց արբանյակների մասին դե էլ չեմ ասում։ Այս մարդիկ երբեք չեն ասում Ռուսաստանի հետ հարաբերությունները որ խորացրել է գոնե, չգիտեմ, տնտեսապես կամ թղթի վրա, հա, զգուշ եղեք, Վաշինգտոնը ձեզ կսարքի իր թշնամին, դրա տակից դուրս չեք գա։ Չեն ասում, զգուշ եղեք, Բրյուսելը ձեզ սարքելու է իր թշնամին ու դուք դրա տակից դուրս չեք գալու, պետք չէ այդպիսի թշնամիներ ունենալ։ Հակառակը, ասում են մի դրանց հետ հարաբերություններ ունեցեք, Ռուսաստանը ձեզ թշնամի է ընկալելու։ Այսինքն այս մարդիկ անկեղծորեն ասում են, որ Ռուսաստանը իր շրջակա պետություններին կամ տեսնում է վասալ կամ թշնամի, ասում են եկեք ագրեսոր է սա, եկեք լինենք վասալ, չլինի թշնամի։ Այս մարդիկ շատ անկեղծ են։ Այո, միշտ են եղել անկեղծ միջայլոց։ Եվ գեներալ Պասկևիչը, եւ Գրիբայեդովը, եւ Պուշկինը, եւ Լոբանով Ռոստովսկին, եւ Սազոնովը։ Դրանք բոլորը անկեղծ են եղել, կազմակերպել են հայության ոչնչացումը, ուզում ասեմ գենոցիդը, համահեղինակներ են, իրենք դա բացահայտ են արել, գաղտնի չեն արել։ Գենոցիդի կազմակերպիչները բացահայտ են եղել։ Երբ որ ռուսական բանակը, 11-րդ բանակը, այդ Չարաբաստիկ Մուխաչևսկի, որտեղ նաև գայներ ծառայում, նրանք երբ որ հարձակվեցին Հայաստանի վրա, նրանք թաքուն գիշերը չեն հարձակվել։ Ամբողջ ճակատով լայնամասշտաբ հարձակում է եղել։ Մյուս կողմից Աթաթուրքի բանակն է լայնամասշտաբ հարձակում սկսել ցերեկով ամիսներ է տևել, դիմադրել ենք մենք, ով չի հավատում, շատ վատ կինո է, Զանգեզուր կինոն տեսա, նվագախմբի տղաները բացահայտ, տեսեք նվագախմբի տղաների մեջ Ռուսաստանը ցույց տվեց, թե ինքը ինչ դիրքորոշում ունի հայկական պետության նկատմամբ, Զանգեզուր կինոյի մեջ ցույց է տալիս, ով ում վրա էր կրակում, ուզում ասել ոչ միայն ասել են, այլ հավերժացրել են։ Հանրամատչելի է, ես վերջացնեմ միտքս։ Իսկապես Ռուսաստանը մեզ համարել է իր թշնամին։ Այդ դուք որ ասում եք գաղութացնի, շահագործի, չէ, դա թշնամի տարածք է համարել, նվաճվող տարածք, նվաճման ագրեսիայի ենթարկող տարածք։ Դրա համար մինչև հիմա բանակը չի հանում։ Նա որ սպառնում է, դա անընդհատ է սպառնացել։ Ես ասում եմ, չէ, երբ որ այդ բանը ոնց է ռոբոտի Արհեստական բան։ Սամվել Կարապետյան։ Հա։ Ռոբոտի գերին, թե ռոբոտն իր գերին, իրար գերի են վերցրել։ Դա երբ որ եկավ Երևան, ես լսել եմ, որ Երևան մտնելուց կոշիկները հանել է, փաթաթել է, թևի տակ դրել է, մտել է Երևան։ Պոլիտեխ, ես գնացել եմ Սիբիր, դա թշնամական ակցիա էր, ես ընդամենը դիմում եմ գրել սովետական Հայաստանի Գերագույն Սովետի պրեզիդիումին, ասել եմ հանրաքվե անցկացրեք։ Ինձ 10 տարով տարել են Սիբիր, թշնամության ակտ փաստաթղթավորված, երբ որ
Ռումինիայի, Բուլղարիայի քաղաքացի Նժդեհին բերեցին Վլադիմիրում սպանեցին 55 թվին 1955 թվին դա թշնամական ակտ էր նա սովետական միության քաղաքացի չէր ընդդատյա չէր ուղղակի հայեր անկախության համար էր կռվում նրան բերեցին սպանեցին ես շարքը կարող եմ ասել անընդհատ սովետական միությունը Ռուսաստանը իդեմս դա իր մականունն է եղել այստեղ նակոլկա ուներ էլի սովետական միություն էր կոչվում իրականում Ռուսաստանն էր նա անընդհատ թշնամական ակցիաներ է արել մեր նկատմամբ երբ որ Չարենցին ու Բակունցին գնդակահարում էին դա բարեկամության նշան չէր Միքայել Նալբանդյանին Խաչատուր Աբովյանին երբ որ սպանում էին դա բարեկամության ակցիա չի դա թշնամական ակցիա է եղել հիմա իրանք ասում են որ հայեր հիշեք ով ենք մենք ձեզ կգնդակահարենք ձեզ կսպանենք եթե մենք չանենք մենք ունենք դաշնակիցներ ռազմավարական Արաքսի այն ափին եւ Քուր գետի ափին Աբշերոնում մենք նրանց կուղարկենք ձեր վրա այդ տեսակ ոնց արեցինք Նագորնի Ղարաբաղը ոնց հանձնեցինք դա բարեկամական ակցիա էր Նագորնի Ղարաբաղը հանձնելը երկու անգամ են հանձնել իդեպ Նագորնի Ղարաբաղը մի անգամ 1921 թվականին փաստաթղթերով մի անգամ 2020 թվականին հիմա երբ որ այն աղջկան բաց թողնենք գենդերային բանը կոռեկտությունը պահելով ուրեմն Ալիևի զամպալիտը փաստորեն մենք այստեղ ես մտածում եի որ ունենք մենք Պուտիններ ունենք այդ մատրոշկան ձեր մոտ կարելի է չի ասել մատրոշկա կա Պուտինի մատրոշկա կա հանմստակից Ռոբերտ չէ Սամվել Ռոբերտ էս կողմում է ուրեմն աչ թևից տակ Մատրոշկա կա Ալիևի հանմես Ռոբիկ մյուսն է հանում Սերժիկ եւ իրենց զինակիցները գիտեն եթե չգիտեն հիմա ես ասում եմ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը Ալիևի զամպալիտն է եղել Ալիևի շահերի ներկայացուցիչը Նագորնի Ղարաբաղում հիմա եթե դուք աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին դուք աջակցում եք Ալիևի զամպալիտին այս կողմում Պուտինի Մատրոշկան Պուտինին հանում ես Վլադիմիր Վլադիմիրիչին հանում ես տակից Սամվել Սարգիսիչը SS Սամվել Սարգիսիչն է գալիս Պուտինի բաներով ինչով մունդիրով KGB-ի պատպալկովնիկի մունդիրով ու ովքեր որ հիմա աջակցում են Պուտինի պատերազմներ սկսող Նագորնի Ղարաբաղը հանձնող Պուտինի դաշնակիցները պետք է իմանան որ դա հանցագործությունն է միջազգայինորեն ճանաչված հանցագործություն է դա ճանաչված է մարդը Պուտինը ճանաչված է միջազգային ատյանների կողմից աշխարհի 51 պետություն Պուտինին հայտարարել է հանցագործ հիմա եթե դուք Պուտինի դրածոին Մատրոշկայի միջից ճանաչում եք ձեր ղեկավարը կամ ձեր թեկնածուն Հայաստանի, այսինքն Պուտինը իբր չի կարողանում Հայաստանը գա վերցնի, դրան է ուղարկել, այդ Նիժնի ոնց էր Նիժնի Տաբր Տաբրից է ուղարկել թափառաշրջիկին քանի պետության քաղաքացի է 3 դու ճիշտ ասել ուրեմն Տաբր բառը ճիշտ է ես մյուսն էլ այդ աղջիկներն էլ գնացել են կողքը կանգնել են մարդ չի իմանում ինչ ասել է Ալիևի զամպալիտի կողքն է կանգնել դուք էլ Պուտինի զամպալիտի կողքն եք Պուտինի իջակոչում են Կաշիլյոկի կողքն եք կանգնել ասում եմ փողուն են Քսակի Կաշիլյոկ փոքսակ չէ մի ատյան Շնորհակալ եմ պարոն Արշակյան ձեզ հաջողություն վաղը մեկնարկող քարոզարշավում Շնորհակալ եմ Զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին падգամավոր հանուն Հանրապետության կուսակցության ընտրական ցուցակով падգամավորության տեխնացու Ազատ Արշակյանն էր մնացեք առաջինի հետ կշարունակենք րոպեներ անց